Վերջին աղմկահարույց քրեական գործերի վերաբերյալ ձեր տպավորությունը որն է։ Դրանք իրավական գործընթացներ են, թե քաղաքական բնույթ ունեն։ Իմ կարծիքով դրանք բոլորը շոու են։ Քրեական գործերից տեղյակ եմ, բայց եթե այնտեղ քաղաքական տեքստ կա, ինչ են ասում։ Դες քաղաքականության հետ կոնսոլանդիմությունն է տարածում, որ քաղաքական բռնաճնշումները, ես ինչքան ծանոթ եմ լրահոսի ձայնագրությունները բան, դրանք քրեական մոտիվներ են, հաստատ վերցնես քրեական օրենսգրքի, հաստատ ցանկացածի մեջ կտեղավորվեն։ Կոնտեքստից կտրես, չկտրես։ Եթե սխալ են, թող ձերբակալեն։ Ինչ ասեմ, եթե մարդիկ իրավունքները տալիս են իրար չվերաբերվող հարցերին մեջ են ընկնում, իհարկե պետքա ձերբակալեն։ Որովհետև ամեն մարդ խառնվում է եւ քաղաքական եւ իրավաբանական գործերին, որոնք ոչ չեն էլ հասկանում։ Ձերբակալությունները ես չեմ համարում, որ դա ճիշտ է։ Քանի որ այդ մարդը քիչ բան չի արի Հայաստանի համար։ Մենք դրսում ենք այդ իր գործերը նկատում ենք իրոք, որ այդ մարդը մեծ գործեր արի Հայաստանի համար, ձերբակալությունները այդ ձևից ճիշտ չեն։ Սա խաղերը այդ խաղերի մեջ ավելավ հեռու մնաս, որովհետև սա սուտ է։ Այդ իրանց պետք է անում են, պետք չեն անում։ Բացասական։ Չի կարելի մարդկանց գրգռացնել, ես չգիտեմ ինչ։ Էդի սիրուն բան չի։ Էմանավանդ ղեկավարությանը, որ բոլորս գիտենք ովքեր են։ Իրավական։ Հետապնդում չկա հանցագործ որպես դրա համար իրան հետապնդել են եւ ձերբակալել են մի շարք հանցանքների համար։ Նախ այդքան կենթանիներ ինքը սպանելու ոչ մի բարոյական իրավունք չուներ։ Դիակների մեջ ապրելը դա նորմալ մարդու բան չի։ Առույցների տեղը ջունգլիներում է, հասարակության մեջ իրավունք չունի ինչքան էլ ինքը դարպասներով փակ պահի, ամեն դեպքում վտանգը մեծ է, որ այդ առույցները կարող է ինչ-որ մի ձևով դուրս փախնեին։ Դրա համար պետք էր այդ ամեն ինչը լավ է, որ եղավ։ Դե քաղաքական խաղեր են, ոնց որ միշտ ամենտեղ ամբողջ աշխարհում։ Շատ սխալ գործեր են անում, շատ սխալ։ Քաղաքական հրահանգա Փաշինյանի հրահանգն է ժողովրդին ունիժատանը։ Գագիկ Ծառուկյանն էլ նոր եմ ճանաչում, որպես հայ հարգում եմ։ Մեր տեղում հայ ազգը գոնե թե մի քիչ կարանա շնչի։ Ես էլ երեխեք ունեմ Ռուսաստանում են, բայց շատ ցավում եմ, որ այնտեղ ինչքան խելացի մարդիկ կան, որ գալիս են այստեղ, տեղ չունեն, մեր հայ ազգը խելացի մարդիկ փախնում են, իսկ ովքեր են այստեղ տիրում, մի օր բռնում են, մի օր չգիտեմ, ծեծում են, մի օր առաքինում են եւ այլն։ Ամեն ինչ անում են, որ ժողովրդին ջղայնացնեն, բորբոքեն։ Այո, շատ սխալ բաներ են անում։ Իրանք իրանց են վնասում։ Այն դեպքում ձերբակալությունները տհաճ տպավորություն են թողնում, նամանավանդ որ կենթանիներ են ինչ որ տուժե ընթացքում, բայց բոլոր մանրամասները ես չգիտեմ, դրա համար գնահատական չեմ կարող տալ։ Շատ վատ։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Որն է հատկապես ձեզ վրա վատ տպավորություն թողել։ Դե ընդհանրապես բոլոր ձերբակալությունները։ Մեկը կարա ասի լավ արեց, մեկը վատ արեց, են մեկը կասի բատենց էր պետք են, մեկը կասի ես իմ ինչ եղա, բախից են արեցին։ Դե ոչ մեկ ոչ մի բան չի կարա ասի։ Սովորական ժողովրդի մասին է խոսքը, հասարակ ժողովրդի մասին, բանվոր դասակար, գյուղացի, բոլորը այդ որ խոսում են, մեկ են ասում, մեկը են եւ այլն, դրանք սա ամբախ զամբախ ասում են։ Հստակեցվի, ամեն ինչ կպարզվի։